Լավ։ Ադրբեջանցին չի ուզում հայ մաքսավորին տեսնել։ Դա ինչ բան է։ Ուրեմն տեսեք, թրիփը այն նախագիծն է, որի շուրջ կառուցված է ամբողջ խաղաղությունը։ Կա թրիփ, կա խաղաղություն, չկա թրիփ, չկա խաղաղություն։ Իսկ Ալիևը գիտեք, ասած 3-4 տարի առաջ ինքը ասում էր, որ մենք պետքա, ինչպես Բաքվից գնում ենք Սումգայիթ, չէ՞, կամ Կիրովաբադ, նույն ձևի պետքա գնանք Նախիջևան։ Հիշում եք, մի 4 տարի առաջ Ալիևը այդպես խոսույթ էր ասում։ Հետո տեսա, որ էդի մի քիչ աննար, ասես մենք պետքա գանք ու գնանք, չտեսնենք հայ մաքսավորի երես, չգիտեմ ոնց կանենք։ Հետո որ արդեն Թրամփը խառնվեց այս խաղաղության գործընթացին, հայկական կողմից ասես ձեր կարմիր գծերը տվեք, ադրբեջանական կողմից ասես ձեր կարմիր գծերը տվեք։ Համատեցին, ասեն դե լավ, չես ուզում տեսնես մաքսավորի երես կամ սահմանապահ, այնտեղ կլինի front office, back office։ Front office-ը դա որոշելու ամերիկյան միջազգային որևէ օրինակ կա այդպեսի։ Չէ, ներկապահին չկա։ Միջազգային որ ասենք տենց որ բան լուծածը լինի, բանը պետքա լիներ։ Աբխազիայի ճանապարհը պետքա շվեյցարացիները կանգնեին այնտեղ։ Բայց չեղավ։ Չեղավ։ Վրացի ճամազանվեցին։ Հա, բայց front office-ը ինչ է։ Դա էլի ամերիկյան կողմն է որոշել, տեսեք։ Դա 100% ամերիկյան կողմի լիազորությունն է։ Ինքը որոշի շվեդ կկանգնի, գերմանացի կկանգնի, թե ասենք ռուս կկանգնի, չգիտեմ։ Բայց ասենք մեր համաձայնությամբ այնտեղ չի կարա թուրք կանգնի կամ ասենք ադրբեջանցի։ Front office-ը ստանում է դոկումենտները, սկանանում, այդ սկանը էլեկտրոնային գնում է հայկական մաքսավորի մոտ կամ սահմանապահի մոտ, հետո եթե արդեն անձնագիրով մարդ է անցնում, ասենք կարա բեռ անցնի, չէ, ասենք բանով գնացքով։ Իսկ եթե մարդ անցնում անձնագրով, անձնագիրը սկան արվում, բերում է հայկական անձնագիրը front office-ի աշխատողը, կլինի ամերիկացի թե գերմանացի, չգիտեմ, կվերցնի ադրբեջանցուց, կբերի կտա հային, հայ արդեն նախորոք ինքը էկրանի վրա արդեն սկանը կտեսնի, նախորոք կորոշի ինքը թույլատրում է թե չէ, եթե չի թույլատրում, պատճառը կասի front office-ի աշխատողին, ու չի մտնի տարածքը։ Չէ, պատճառը կասի front office-ի աշխատողին, մեր հայ մաքսավորը կամ սահմանապահ, ասի, էս պատճառով մենք իրան չեն կարող թողնենք։ Front office-ի աշխատողը կփոխանցի ադրբեջանցուն, որ կներեք ձեզ չենք թույլատրում, էս պատճառներով, այս խնդիրը լուծեք, դուք sense խնդիրներ ունեք, կամ խնդրեմ համեցեք, եկեք անցեք ու գալի անցնում է առանց, ասենք, հայ սահմանապահի կամ հայ մաքսավորի կոպիտ ասած շփվելու։ Դա արդեն Ալիևի պահանջներ, որ ինքը արդեն այդ խոսքը ասել էր, ոնց որ ասած խոսքը տակել մնաց։ Իսկ ինչ են տանում բերում։ Ուրեմն տեսեք, ընդհանրապես արդեն աշխարհում ունեցա, որ համարյա բոլոր բեռները սկանավորվում են, սկանավորման հնարավորությունները այնքան մեծացել է, որ գնացները ընթացքում մեքենաները կարան գան մտնեն սքանի տակ, արդեն ինքը գա մեքենան մտնի մինչև տեղավորի բան, դու արդեն 5 րոպե պետք է այդ սկանավորումը վրաս երևակում է մաքսավորի ուրեմն էկրանին, ինքը արդեն այդտեղ նայում է բեռի նկարագիրը, արդեն իր մոտ կա, չէ՞։ Նկարագիրը նայում է, սքանի նայում է, իրանք շատ շտապ որոշում են դա ռիսկային է թե ռիսկային չի։ Եթե ռիսկային է, front office-ի միջոցով փոխանցում են, որ այսինչ, ասենք, գնացքի կամ ասենք այս կոնտեյների ինչ մասում sense բան ենք տեսնում, որը մեր ռիսկային է, ինչ է դա։ Եթե կարիք կա բացելու, շատ հազվադեպ է լինում դեպքեր, էլի, ներկապային էլ է։ Եթե կարիք կա բացելու, front office-ի աշխատողները ադրբեջանցու հետ պետքա բացեն բեռնարկղը, այդ հանետեղից, այդ արկղը, այդ կասկածելի բեռը, այդ front office-ի աշխատողը տեսնի, գա մեր մաքսավորին փոխանցի, որ sense բեռա ու ասենք հա կամ չէ, էլի։ Հիմա Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն որորդ փորձը ունեն բենզինի առևտուրը։ Սա փորձնական process է, թե կայուն առևտրի կարող է վերածվել։ Սա կարա վերածվի կայուն առևտրի, ինչու։ Տեսեք, շատերն ասում են, որ Ադրբեջանը չունի ծավալները, որ արտադրի կամ չի արտադրում։ Դե Ադրբեջանը Վրաստանից բենզին է։ Դե որ այո, այդ ծավալները չունի, բայց ինչ իրականում ինչ ունի Ադրբեջանը։ Ադրբեջանը ունի նավթ։ Սոքար ընկերությունը նավթ է վաճառում եվրոպական կամ ռուսական կամ հենց ղազախական նավթավերամշակման գործարաններին իր գնով, իր ուզած գնով եւ իր ուզած գնով էլ փոխադարձ պայմանով քեզ այսքան նավթ եմ տալի, այս ինչ գնով, դու ինձ այսքան բենզին ես տալի, այս ինչ գնով։ Նավթավերամշակման զավոդը եւ Սոկարը արտերի նման։ Այո։ Այդ դեպքում Սոկարը կարա շատ էժան բենզին ստանա։
Դե շատերը ասում են, բայց ո՞նց եղավ Եվ Ադրբեջանում այդ բենզին։ բենզինն է գալիս Հայաստան։ Ո՞նց ալնում որ Ադրբեջանում էժանա բենզինը Ադրբեջանում։ Եթե ինքը բերում է ընդհանրենք Եվրոպայից, Ռումինիայից է ընդհանրենք բերում։ Շատ པարզ է, ինքը բենզին է տալ, նավթ է տալիս, տեղը վերցնում է բենզին կամ սալյարկա է վերցնում, այդ դեպքում էժանա արդեն իր վրա էժան կար էժան ու սա երկարատև, եթե ամեն ինչ նորմալ գնա, սա երկարատև ուրեմն առևտրի Ամեն ինչ նորմալ է, ինչի հետ է կապված։ Ամեն ինչ կախված է Ես ուզում եմ հասկանալ տարբերությունը։ Եթե սա քաղաքական ակցիա է, 1, 2, 3 անգամ կլինի մինչև այն պահը, երբ կլարվեն Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները։ Եթե ոչ, երկու երկիրներն շահույթ են ստանում այս գործարքից, ինքը կարող է վերածվել կայուն առևտրի, անկախ ամեն ինչից։ Ուրեմն ամեն ինչ կախված է թրիփից։ Այդ 43 կիլոմետրից։ Եթե 43 կիլոմետրը նորմալ կկառուցվի, նորմալ կաշխատի, խաղաղությունը նորմալ կհաստատվի, ուրեմն ամեն ինչ կընթանա նորմալ։ Եթե թրիփի ծրագիրը կտապալվի, ամերիկացիք դուրս կգան, արդեն ռիսկերը Օրինակ Մոսկվան հայտարարում է թրիփին միանալու իր ցանկության մասին։ Հնարավոր է դա։ ներկա պահին ոչ, որտեղ նախ Ամերիկան դեմ եւ մեր իշխանություններն լավ հասկանում են, որ եթե Ռուսաստանը ցանկանա մտնի թրիփի ծրագրի մեջ, Ադրբեջանն էլ է դեմ։ Ադրբեջանը Այո, դեմ։ ինքն է չուզում որ ռուսներից կախվածություն ունենա։ Այդ դեպքում Ռուսաստանը կարող է խանգարել թրիփի իրագործում։ Չի կարող։ Ռուսաստանը կարող խանգարել դեպքում, երբ որ մեր ղեկավարությունը փոխվի, ասենք հունիսի 7-ին իշխանապողություն լինի։ Մենք հիմա Ռուսաստանից ունենք ուղիղ կախվածություն երկաթգծերը շահագործել Հայաստանի ներսում, որոնք կառավարում է Ռուսաստանի երկաթուղային ընկերությունը։ Հայաստանը պահանջել է, որ վերագործարկվի այն գծերը, որոնք այսօր մեզ արդեն անհրաժեշտ են։ Ռուսաստանը կարող է դա չանել, պատճառաբանելով, որ ի վիճակի չի այսօր, որովհետև ծանր պատերազմ է տանում։ Այո։ Կոնֆլիկտ է ասունանում այստեղ։ Կոնֆլիկտ տենց մեծ կոնֆլիկտ չի ասունանում, ինչու որտեղ մենք ունենք կոնստիտուցիոն պայմանագիր, ինքը պարտավորվել է մոտ 600 միլիոն դոլարի ներդրումներ անել, մոտավորապես 500 արել, 500-ը չի ձգում։ 30 միլիարդ ռուբլի ներդրել են, որտեղ է ներդրվել այդ։ 30 միլիարդ ռուբլի ներդրել ասել է հեշտա, պետք է ապացուցել է իմ ուսումնասիրությունները ցույց են տվել մոտավորապես 22-23 միլիարդ ռուբլ է իրական ներդրումներն էլի, իրական ներդրումները։ Բայց իրանք տենց ասում են 30 միլիարդ, որ այդ թեման փագեն էլ այդ իմ ասած 600 միլիոնի։ Դա հենց հատուկ են ասում 30 միլիարդ, որ այդ 600 միլիոնի թեման փագեն էլի։ Հա, որ դա էլ չարվի։ Չէ, ոչ թե չարվի, որ ասեմ մենք արել ենք մեր պարտավորությունները, դուք մեզանից մեծ պահանջ ունեք, բայց կոնստիտուցիոն պայմանագիրը նախատեսում է, որ պետքա զարգացնես քո ենթակառուցվածքները։ Հիմա մենք ասում ենք, այս խնդիրն ունենք։ Այսինքն, եթե չանի Հայաստանը իրավասու է խզել այդ։ Այո, 28 թվին, 2 տարի է մնացել։ Ու դե ասենք, հենց թրիփետ էլ համընկնում է, էլի։ 28 թվին մենք արանք արդեն պայմանագրով 2008 թվականից ցենց 30 Իսկ եթե Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները։ Խնդիր չի, թող կատարի ավելի լավ։ Մենք ասենք գիտեք ոնց ասենք կնայես չի որ մենք պետք է անպայման Ռուսաստանը թշնամանանք։ Այսօրվա դրությամբ Չէ, այստեղ խոսքը թշնամանալու մասին չի։ Օգտակար գործողության գործակից է այն հարաբերության, որը մենք այսօր ձևավորում ենք, որպեսզի որևէ մեկը չխանգարի։ Եթե կարող է միանալ օգուտ բերել դրան, կարող է նաև դա անել։ Օրինակ Ռուսաստանը որ հայտարարում։ Հիմա տեսեք, եթե Ռուսաստանը մեր համար ամենակարևորը ուրեմն երասխ Սադարակ այդ փոքր հատվածն է 1.6 կիլոմետր եւ Ախուրիկից մինչեւ Թուրքիայի սահման 1-2 էլ են։ Իրար հետ 3 կիլոմետր է։ Դա ոչ գումար է, ոչինչ, այդ նախ 5 գծեր են եղել։ Մինչեւ 92 թե 3 թվականը Գյումրից, հա, գործել, այո։ Հիմա նախ մեծ գումարներ չեն իդ դամար, ասենք, Օվերչուկն ասաց մենք արդեն բանակցություններ ենք սկսում, իսկ Պարոն Փաշինյանն ասաց դա բանակցությունների թեմա չկա, 3 կիլոմետր խնդիր կա, 1.6 տեղա, 1.2 տեղա, ասենք բանակցելու բան չկա, դե վերցնես ու կառուցես։ Պարզապես իրանք ուզում են մի քիչ ձգձգեն, մեր ժողովրդի լեզվով ասած պոչ են խաղացնում, որ այդ թրիփի պահով մենք ասենք դե լավ եկեք թրիփի մեջ ներգրավենք, բայց ներկա պայն անհնար է, որտեղ դա Ամերիկան չի համաձայնվի եւ Ադրբեջանը չի համաձայնվի։ Լավ, ավարտում ենք արդեն։ Ինչու ենք միայն բենզինի առևտրանում։ Որտեղ Հայաստանը որևէ բան չունի Ադրբեջանին առաջարկելու։ Տեսեք, բենզինը ամենապահանջված։ Ընդ որում Հայաստանում կա բոյկոտի տրամադրություններ, շատեր ասում են ադրբեջանական Չեմ կարծում, արդեն 4-5 խմբականակ եկել է, արդեն այս հեսա նորից էլի գալու բան։ Հիմա տեսեք, խնդիրն ինչու՞մն է։
քանի որ բենզին վաճառող ընկերությունները Հայաստանում խոշոր ընկերություններ են, կարող են միանգամից 1000, 2000, 5000 տոննա պատվիրեն։ 2-4 միլիոն դոլար է, չէ՞, ասենք ընդհանուր հունվար ամսվա, ասենք ամեն կազմակերպություն չէ որ կարող ասենք մեկ ամսվա մեջ 2-4 միլիոն դոլար փող տա ասենք ադրբեջանցիներին։ Եւ բենզինը այն ապրանքն է, որ հատուկ ցիստերների մեջ է գալիս եւ պետքա կոնկրետ խմբականակ, ասենք մինիմում 20 վագոն 1200 տոննայի չափով, չէ՞, դա մինիմում խմբականակն է։ Ու ստեղ էլ վաճառում է շատ արագ, սպառումն էլ արագ, նշի դու առնես 6 ամիս դե մնա փող, ոնց որ ասած փողը կընցնես, էլի։ Դա համար ամենահարմար ապրանքը, որ այսօր երկու պետությունների միջով կարելի է արտադրել, դա բենզինն է եւ սալարկան է։ Դրա համար են բենզինից ու սալարկայից սկսել։ Հիմա Ադրբեջանը չունի Հայաստանի տնտեսությունից որևէ բան վերցնել։ Տեսեք, մենք չունենք հումքային որոշակի ռեսուրսներ, որոշակի ուրեմն իրանց մոտ հետաքրքրություն կա այս ալյումինի թիթեղների արտադրությունը, չէ՞, ռուսալը որ արտադրում է։ Հա։ Ամենահարմարը այդ ապրանքն է, իսկ մնացած ասենք մենք սննդամթերք ենք հիմնականում խմիչքներ են եւ սննդամթերք է, չէ՞։ Ինձ թվում է իրանց մոտ դեռ սուպերմարկետները պատրաստեն, պետք է հայերեն գրվի, ասենք ժողովուրդը պատրաստի, ոչ մի ասենք գործարար մարդ չի մտնի դրա տակ փողեր ներդնի այդտեղ, էլի ներդրումներ են պետք, մեծ գումարներ է պետք, ոչ մեկ չի մտնի դրա տակ ներկա պահին։ Պետք է այս խաղաղությունը։ Այսինքն այստեղ մեղավոր է քաղաքական կոնյունկտուրա։ Չէ, պրոստը ընդհանուր գործարար